Մերժում ես ընտրությունները, արի Մաշտոցի պուրակ։ Երբ այս հրավերքը տեղադրվեց նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջին, անմիջապես հայտնվեցին նման մեկնաբանություններ։ Նախախորհրդարանը մարդկանց տարբեր ճամբարների է բաժանում։ Ինչու Մաշտոցի պուրակ, պետք է բոլորս միասին Ազատության հրապարակ գնայինք։ Նպատակը, եթե մեկն է, ինձ թվում է ոչ մի հակասություն չկա սրա մեջ, ուղղակի մենք մի ամիս առաջ էինք հայտարարել սրա մասին, այսինքն այնպես չէր որ մենք իրանք որ 5-ին հայտարարեցին, մենք 6-ին արեցինք, չէ՞, մի ամիս առաջ ամբողջ ինտերնետով ողողված էր ինֆորմացիան, որ մենք այսօր այս հավաքն ունենք։ Խորհրդարանը իրազեկման, իր անդրանիկ հավաքն է, իրազեկման մասին, որովհետև դեռ քաղաքացիների շատ մեծ մասը չգիտեն նախախորհրդարանը ինչ այլ ծրագիր ունի։ Սա փորձնական առաջի ես կարող եմ դենց անվանեմ հավաքն է, որը շարունակական կլինի նաև շրջաններում, որ մարդիկ հասկանան, որ այլընտրանք կա, այսինքն պետք չի միշտ ընտրությունը չանցավ լավ բոյկոտել, գնալ, ծեծվել, չգիտեմ, այդ ձևերի մեջ չի միշտ փոփոխության հասնելը։ Կարաս այլընտրանքով լրիվ առանց ցնցումի իշխանափոխություն անես, երբ որ դու պետության մեջ քո երազած քո ուզած պետությունը կառուցես։ Հավաքի ընթացքում սկսվեց հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրությունների մասնակիցների ցուցակագրումը։ Սա նախախորհրդարանի առաջին հավաքն էր, որի հիմնական նպատակն էր ներկայացնել ծրագրերը հանրությանը։ Իրավունք ունենք արգածախնդրությամբ զբաղվելու, այսօր մենք շատ լավ գիտակցում ենք, որ որդկացող ժողովուրդը, որ այսօր ուդագվել է օպերայի հրապարակում, այդ մարդիկ ռոբե առաջ փոփոխություն են ուզում։ Մեր հորդորն է բոլորին, հանգստության հորդորն է այն իմաստով, որ այդ փոստության լիցքը պետք է բավանել, սակայն ճիշտ բահին պետք է դրսևորել, այլ ոչ ինչպես մինչ այսօր որ եղել է, այս 15 տարիների ընթացքում։ Մենք նույնպես պատկերացնում ենք, որ անպայման ժողովրդի կամքի ճնշմամբ է որ լինելու է փոփոխություն, սակայն այդ միայն ու միայն հանունի ճշտման եւ համապատասխան ծրագիր գրող մարդկանց համախմբման, համապատասխան մասնակիցների արգայության դեպքից հետո հանգամանքից հետո է որ մենք ժողովրդին ոչ ենք անելու դուրս գա փողոց։ Այս ռեպորտաժի նկարահանման պահին նախախորհրդարանի անդամներից մի քանիսը, այդ թվում Տիգրան Խզմալյանը, գտնվում էին Ազատության հրապարակում։ Ընտրությունը մերժողների հասցեները, Մաշտոցի պուրակ Ազատության հրապարակ, կնույնանան արդյոք։